Ասում են, որ մի ժամանակ գոյություն ուներ մի գաղտնի քաղաք, որը կոչվում էր Ատլանտիդա։ Ծովը կուլ տվեց նրան, սակայն առասպելը մինչև այսօր ապրում է։ Մյուս պատմությունները նշում են, որ այս ծովի ափերին ծնվել է հենց ինքը Զևսը։ Այստեղ կռվել են շատ հերոսներ եւ իր անվերջ ճանապարհորդությունն է այստեղից սկսել Ոդիսևսը։ Դե ինչ, դու հասկացար, որ խոսքը Հունաստանի մասին է։ Ուրեմն հենց հիմա բաժանորդագրվիր ալիքին եւ ինձ հետ միասին բացահայտիր հունական կղզիների ամբողջական գեղեցկությունը։ Ասում են նույնիսկ հույները չգիտեն, թե նրանք քանիսն են, բնակեցված են միայն 227, իսկ այսօր ես քեզ կտանեմ ճանապարհորդության դեպի Հունաստանի լավագույն 5 կղզիները, որտեղ առասպելն ու իրականությունը միահյուսված են։ Այսօր ես ձեզ համար առանձնացրել եմ հունական կղզիները ըստ թոփ հնգյակի։ 5-րդ պատվավոր հորիզոնականը պատկանում է Կորֆու կղզին, ով ունի կրկնակի անուն եւ առեղծվածային ծագում։ Առաջի փաստը, որ Կորֆուն հույները ասում են նաեւ կերկիր է։ Երկուսն էլ պաշտոնական են ու դրա պատճառով հաճախ շփոթություն է լինում, բայց ամենահետաքրքիր անունի ծագումն է, որ Կորֆու բառը թարգմանաբար նշանակում է կանացի կրծքավանդակ։ Ասում են լեռների ուրվագծերում տեսել են կնոջ մարմնի ձևերը։ Պատկերացնում ես ամբողջ կղզին անվանել են այսպիսի պիկանտ ասոցիացիայից։ Երկրորդ կարևոր փաստը, որ Կորֆում է գտնվում Եվրոպայի ամենամեծ բացօթյա ակվապարկերից մեկը՝ Ակվալենդը։ Այն զբաղեցնում է ավելի քան 75,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ամեն օր հազարավոր ընտանիքներ գալիս են այստեղ ու եթե դու մտածում ես, որ Կորֆուն մի լողափեր ունի, ապա սխալվում ես, այստեղ իսկական ջրային թագավորություն է։ Հաջորդ հետաքրքիր փաստը, որ Կորֆուն համեմատում են կապույտի 50 երանգների հետ։ Այն կարծես ծովի ներկապնակ լինի։ Հյուսիսում տաք փիրուզագույն ջուր է, իդեալական երեխաների համար, արևմուտքում խորը եւ մուգ ծովը, որը գրավում է դայվերներին, հարավում ավազե լողափեր, իսկ արևելքում շքեղ հյուրանոցներ։ Սիրո ալիքներ Սիդարիում։ Սա Կորֆուի ամենառոմանտիկ վայրն է։ Այստեղ կա կանոն սիրո կոչվող նեղ ծովային ալիքը։ Ասում են, ով անցնի նրա միջով, անպայման գտնում է իր իրական սիրո։ Գիտական ապացույցներ չկան, բայց հարյուրավոր զույգեր ամեն տարի գալիս են հենց այս պատճառով։ Իսկ դու այս փորձառության համար կմեկներ Կորֆու։ Գրիր մեկնաբանություններում։ Եվ վերջի 5-րդ կարևոր փաստը ադրենալին օդանավակայանում։ Կորֆուի օդանավակայանը համարվում է Եվրոպայի ամենաէքստրեմալներից մեկը։ Վայրեջքի ուղին այնքան կարճ է ու մոտ ծովին, որ թվում է ինքնաթիռները վայրեջք են կատարում ուղիղ ջրի մեջ։ 4-րդ հորիզոնականը տալիս ենք լեգենդների կղզի Ռոդոսին։ Հիշում եք, չէ՞, որ աշխարհի 7 հրաշալիքների մեջ էր մտնում հենց Ռոդոսյան կոլոսը։ Հսկայական Հելիոսի արձանը հասնում էր 33 մետր բարձրության, գրեթե ինչպես Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը։ Այստեղ թողում եմ լինքը, որ դու նայես մեր 7 հրաշալիքների մասին հաղորդումը։ 2. Արևի կղզի 300 արևային օրերով։ Ռոդոսը կոչվում է Արևի կղզի։ Տարվա ընթացքում այստեղ շուրջ 300 օր արևոտ է։ Այնպես որ եթե մտածում ես երբ գալ, պատասխանը պարզ է՝ միշտ։ 3. Թիթեռնիկների հովիտ։ Հունիսից սեպտեմբեր Ռոդոսի Պետալուդես հովտում տեղի է ունենում իսկական հրաշք։ Այստեղ հավաքվում են միլիոնավոր թիթեռներ։ Անտառը վերածվում է կենդանի գունավոր վարագույրի։ Սա ոչ միայն էկոհրաշք է, այլև մագնիս երեխաների ու ընտանիքների համար։ 4. Միջնադարյան քաղաքը ժամանակի մեքենա է։ Ռոդոսի հին քաղաքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եւ համարվում է Եվրոպայի ամենամեծ միջնադարյան քաղաքը։ Այստեղ զբոսնելը նման է ժամանակի մեքենայով ճանապարհորդելուն։ Նեղ փողոցներ, բերդեր ու եկեղեցիներ, պահպանված իրենց միջնադարյան տեսքով։ Տուրիստները ասում են, որ այս պատերից իրական էներգիա է ճառագում։ Եվ 5-րդ հետաքրքիր փաստը երկու ծովի համբույրն է։ Ռոդոսի ամենառոմանտիկ վայրերից է Պրասոնիսի թերակղզին։ Այստեղ բառացիորեն համբուրվում են երկու ծովեր՝ Միջերկրականն ու Էգեյանը։ Մի եզրից ալիքները մեղմ են, մյուսից կատաղի։ Փաստորեն այստեղ կարող ես լողալ երկու տարբեր ծովերում մի քանի քայլ տարբերությամբ։ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Միկոնոսը, հավերժ Փարթիների կղզին։ Միկոնոսում ապրում է ընդամենը 15,000 մարդ։
բայց ամռանը կղզի այցելում է ավելի քան 50,000 զբոսաշրջիկ, այսինքն յուրաքանչյուր տեղացու բաժին է հասնում 3 զբոսաշրջիկ։ Երկրորդ հետաքրքիր փաստը, որ Միկոնոս անունը Ապոլոնի ժառանգներից է գալիս։ Ասում են, որ կղզին անվանել են Ապոլոնի զավակի Միկոնոսի անունով, իսկ որոշ պատմիչներ նույնիսկ պնդում են, որ հենց այստեղ է տեղի ունեցել Զևսի և Տիտանների ճակատամարտը։ Այսօր դա զվարճանքի մայրաքաղաք է, բայց անցյալում այստեղ կռվել են աստվածները։ Երրորդը՝ վենետիկյան ջրաղացներ։ Միկոնոսի խորհրդանիշներից են հին ջրաղացները։ Դրանք 16 են և բոլորը կառուցվել են 16-րդ դարում վենետիկյան տիրապետության օրոք։ Լանդշաֆտը պարզապես անհնար է պատկերացնել առանց դրանց սպիտակ թևերի, որոնք դեռ կանգնած են որպես կղզու խորհրդանիշ։ Չորրորդը՝ աշխարհի փարթիների մայրաքաղաքը։ Ամենամեծ երեկույթները այստեղ սկսվում են հենց ցերեկով և երբեք չեն ավարտվում։ Ամենահայտնի բիճ ակումբները Scorpios, Namus դարձել են Միկոնոսի գլոբալ բրենդը։ Ոչ պատահական է, որ հոլիվուդյան աստղերը տարիներ շարունակ հենց այստեղ են փարթի անում։ Եվ հինգերորդ՝ հրաշալի մայրամուտներ։ Սանտորինին համարվում է Հունաստանի մայրամուտների մայրաքաղաքը, բայց ախր Միկոնոսը ոչ մի բանով չի զիջում։ Այստեղ տարվա 365 օրերից 300-ը արևոտ են և կարելի է դիտել հիասքանչ մայրամուտներ ցանկացած կետից։ Տեղացիները ասում են, Միկոնոսում նույնիսկ երեկույթներն են սկսվում հենց մայրամուտից։ Երկրորդ հորիզոնականը մենք տալիս ենք Հունաստանի այցեքարտերից մեկը համարվող Սանտորինի կղզուն։ Կորստյալ Ատլանտիդա։ Շատ պատմաբաններ վստահ են, որ Ատլանտիդայի լեգենդը ծնվել է հենց Սանտորինիում։ Հզոր հրաբխի ժայթքումը ոչնչացրեց մինոսյան քաղաքակրթությունը և պատմության մեջ թողեց կորստյալ աշխարհի առասպելը։ Այսօր դու քայլում ես նույն հողի վրա, որտեղ հնարավոր է կանգնած էր Ատլանտիդան։ Երկրորդը միակ բնակեցված կալդերան է աշխարհում։ Սանտորինին համարվում է աշխարհի միակ բնակեցված կալդերան։ Այստեղ տները բառացիորեն փորված են ժայռերի մեջ։ Դրանց ներսում միշտ զով է, նույնիսկ առանց օդորակիչի։ Երրորդը սև ավազ և հրաբխային լանդշաֆտ։ Սանտորինիի լողափները լիովին սովորական չեն, այստեղ ավազը սև է կամ կարմիր հրաբխային ծագումով։ Սա միակ տեղն է Հունաստանում, որտեղ ծովափնյա տաք ավազը հիշեցնում է լուսնի մակերեսը։ Չորրորդը տոմատո կեֆտեդես, լոլիկի կոկտեյլներ։ Սանտորինիի այցեքարտերից մեկն է հենց խոհանոցը։ Այստեղ պիտի անպայման դու փորձես տեղական տոմատո կեֆտեդես կոչվող կոկտեյլները։ Դրանք պատրաստվում են հատուկ փոքրիկ լոլիկներից, որոնք աճում են հրաբխային հողում և ունեն եզակի քաղցրաթթու համ։ Այնպես որ պարտադիր չէ Հունաստանում լինել ու փորձել միայն հունական աղցան։ Եվ հինգերորդ փաստը բոլոր կենդանասերների համար։ Սանտորինին համարվում է կատուների և իշուկների կղզի։ Սանտորինին հայտնի է իր հարյուրավոր կատուներով։ Տեղացիներն ու զբոսաշրջիկները նրանց կերակրում են, և կղզին դարձել է կատուների իսկական դրախտ, իսկ մյուս խորհրդանիշը իշուկներն են։ Դրանք մինչև օրս օգտագործվում են լանջերով վերև բարձրանալու համար։ Թեև զբոսանքը միշտ չէ, որ հարմարավետ է, բայց մնացել է որպես ավանդական փորձառություն։ Եվ ահա, պատվավոր առաջին հորիզոնականը մենք տալիս ենք քաղաքակրթության օրան Կրետե կղզուն։ Եթե Եվրոպան երբևէ մանկապարտեզ ունենար, դա հենց Կրետեն էր։ Այստեղ է ծնվել մինոսյան քաղաքակրթությունը իր բազմահարկ պալատներով, ջեռոցումով և ջրատարով։ Երկրորդը Կրետեի խորհրդանիշներից մեկն է մեղուն։ Կնոսոսի պալատում հայտնաբերվել է ոսկե կախազարդ երկու մեղուների պատկերով, իսկ առասպելն ասում է, որ հենց Կրետեում մեղվի փեթակում ծնվել և կերակրվել է Զևսը, աստվածների հայրը։ Այդ պատճառով էլ մեղուները մինչև օրս կրետացի ոսկերիչների սիրելի մոտիվն են։ Երրորդը Եվրոպայի ամենաերկար կիրճը։ Կրետեում է գտնվում Սամարիայի կիրճը, Եվրոպայի ամենաերկար կիրճը։ Այն ձգվում է 16 կիլոմետր երկարությամբ ու գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։ Այստեղ ապրում է հազվագյուտ վայրի այծը Կրիկրին և ավելի քան 400 բուսատեսակ, որի մեծ մասը չի աճում աշխարհի ոչ մի այլ վայրում։ Անցնել այս կիրճը նշանակում է զգալ բնության ուժը ամբողջ հզորությամբ։ Այս փաստը կհետաքրքրի առողջ ապրելակերպի սիրահարների համար։ Հենց Կրետեում է գտնվում երկարակեցության գաղտնիքը։ Կրետացիները աշխարհում ամենաերկարակյացներից են։ Ինչու՞։ Ուտում են պանիր, ձիթայուղ, խմում են գինի ու ոչ մի անգամ չեն ջղայնանում։ Մի խոսքով, եթե ուզում ես երկար ապրել, ապրիր Կրետեում, իսկ եթե չես կարող տեղափոխվել, գոնե փորձիր տեղական պանիրը։ Եվ հինգերորդ հետաքրքիր փաստը Ռեյթիմնոյի խելահեղ կառնավալը։
Փետրվարից մինչև մարտ Ռեթիմն ու քաղաքը դառնում է մի մեծ բեմ, բոլորը հագնում են դիմակներ, պարում փողոցում ու վերջում այրում կառնավալի թագավորին։ Սա միակ վայրն է, որտեղ սուվլյակ ու հոդը, գինու բաժակները ու դիմակավոր պարողները միանում են մեկ տոնակատարության մեջ։ Իսկ հիմա դու ասա, որ կառնավալին կմասնակցեիր՝ Ռիո դե Ժանեյրոյի, թե Ռեթիմնոյի։ Ահա մեր հունական կղզիներով ճանապարհորդությունը մոտեցավ իր ավարտին, իսկ դու մեկնաբանություններում նշիր, թե որ կղզի ինքդ կայցելես, չնայած դա կարող է լինել մի քանիսը։ Դե ինչ, գնալով եղանակները ցրտում են, իսկ դու բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի մենք միասին ուղևորվենք տաք ուղղություններ։ Միգուցե մյուսը կլինի հենց քո ֆավորիտ վայրը։ Իսկ վերջում, սիրելիներս, եկել եմ հիշեցնելու, որ այն գումարը, որ դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։